Շատ շնորհակալ եմ բոլորին։ Ինձ համար մեծ պատիվ է գտնվել մի ուժեղ առաջնորդի հետ, մարդու, որ անցել է ծանր փորձությունների միջով եւ որի հետ ես շատ լավ ծանոթ եմ։ Մենք միմյանց հետ իսկապես լավ հարաբերություններ ունենք։ Ինչպես գիտեք, երեկ ես կարևոր հեռախոսազրույց ունեցա նախագահ Պուտինի հետ, որի մասին այսօր նույնպես կխոսենք։ Նախագահ Զելենսկին Ուկրաինայում շատ փորձություններ է տարել, իրոք շատ, եւ մենք նրա կողքին ենք եղել այդ ընթացքում։ Պետք է անկեղծ լինեմ, այս ամենը երկար ժամանակ է տևում, բայց կարծում եմ այժմ մենք զգալի առաջընթաց ունենք։ Այսօր մենք կքննարկենք այդ հարցը, ինչպես նաև երեկվա իմ հեռախոսազրույցը նախագահ Պուտինի հետ։ Կարծում եմ գործընթացը դրական ընթացք ունի։ Այն սկսվեց Ալյասկայից, որտեղ որոշ սկզբունքային պայմանավորվածություններ էին քննարկվել եւ մենք ցանկանում ենք հասկանալ, հնարավոր է արդյոք այս հարցը ավարտին հասցնել։ Սա դեռևս Բայդենի վարչակազմի օրոք էր սկսվել, մենք այն ժառանգել ենք եւ ուզում ենք վերջ տալ դրան։ Շատ մարդիկ են զոհվել այս պատերազմում եւ մեր նպատակը այն ավարտելն է։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ եւ եթե հարցեր ունեք, խնդրեմ։ Բայց նախքան հարցերին անցնելը, խնդրեմ նախագահին, որպեսզի եւս մի քանի խոսք ասի։ Շնորհակալություն, պարոն նախագահ, ուրախ եմ կրկին հանդիպել ձեզ։ Շնորհակալություն հրավերի համար։ Կրկին շնորհավորում եմ Մերձավոր Արևելքի հրադադարի հաջող իրականացման առիթով։ Դուք դա կարողացաք անել։ Եվ կարծում եմ սա այն պահն է, երբ պետք է ավարտենք Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ։ Մենք հասկանում ենք, որ Պուտինը դեռ պատրաստ չէ, սակայն ես վստահ եմ, որ ձեր օգնությամբ մենք կարող ենք կանգնեցնել այս պատերազմը, եւ դա մեզ իսկապես անհրաժեշտ է։ Մենք տեսնում ենք, որ նրանք չունեն հաջող գործողություններ ռազմաճակատում, եւ դա լավ նշան է։ Նրանց բանակը այժմ կրում է մեծ կորուստներ, եւ մարդկային, եւ տնտեսական առումով։ Սա շատ կարեւոր պահ է։ Նաև ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, պարոն նախագահ, երեկվա մեր հեռախոսազրույցից հետո ես հնարավորություն ունեցա հանդիպելու մի շարք ամերիկյան էներգետիկ ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստ են օգնել մեզ ռուսական հարձակումներից հետո մեր ենթակառուցվածքները վերականգնելու գործում։ Ձեր թիմի շնորհիվ մենք հանդիպումներ ունեցանք նաև ռազմական ընկերությունների հետ, քննարկելով հակաօդային պաշտպանության հարցեր։ Ավելի ուշ կցանկանայի կիսվել այդ մանրամասներով։ Շնորհակալություն ձեզ։ Եվ ի դեպ կարծում եմ նա հիանալի տեսք ունի իր բաճկոնով, իրոք գեղեցիկ է, շատ ոճային, ինձ դուր է գալիս։ Պարոն նախագահ, Բայդենի վարչակազմի օրոք Սպիտակ տունը վախենում էր հնարավոր սրացումից եւ չէր թույլատրում ուկրաինացիներին հարվածել Ռուսաստանի խորքում, այդ վտանգից խուսափելու համար։ Այո, ձեր վարչակազմը կթույլատրի ուկրաինացիներին հարվածել Ռուսաստանի խորքում։ Մենք այդ հարցը կքննարկենք, դա այն թեմաներից է, որի շուրջ այսօր պետք է խոսենք։ Ճիշտ է, դա կարող է համարվել սրացում, բայց մենք այդ մասին դեռևս կխոսենք։ Պարոն նախագահ, կայցելեք Հունգարիա հանդիպելու նախագահ Օրբանի հետ։ Այո, մենք պատրաստվում ենք Հունգարիա մեկնել, քանի որ մեզ դուր է գալիս այդ ղեկավարը Վիկտոր Օրբանը։ Նրան էլ եմ սիրում։ Դա անվտանգ երկիր է, որը շատ լավ է ղեկավարվում։ Նա հիանալի ղեկավար է իր երկրի համար, չունի այն խնդիրները, որոնք ունեն շատ այլ երկրներ։ Այսպիսով մենք որոշել ենք այցելել Հունգարիա եւ կարծում եմ Վիկտոր Օրբանը մեզ հիանալի կընդունի։ Պարոն նախագահ, Հունգարիայում հանդիպումը եռակողմ է լինելու, թե միայն դուք եւ Պուտինը։ Դա դեռևս որոշված չէ, բայց ամենայն հավանականությամբ կլինի երկկողմ հանդիպում։ Այնուամենայնիվ մենք կպահպանենք կապը նախագահ Զելենսկիի հետ։ Գիտեք, երկու նախագահների միջև լարվածություն կա, եւ ես գաղտնիք չեմ բացում, երբ ասում եմ նրանց հարաբերությունները շատ բարդ են։ Մենք վերջերս պատերազմ ենք ավարտել բառացիորեն հազարավոր տարիների ընթացքում առաջին անգամ։ Ոմանք ասում են 500, ոմանք 3000 տարի է անցել նման բանից։ Ես գտնվել եմ այնպիսի սրահներում, որտեղ տարբեր առաջնորդներ, որոնք իրար չեն սիրում, ստիպված էին միասին աշխատել, եւ դա հաջողվել է։ Այս երկու առաջնորդները միմյանց չեն սիրում, բայց մենք ցանկանում ենք ստեղծել մի միջավայր, որտեղ բոլորը կկարողանան հարմարավետ զգալ։
Այսպես թե այնպես, մեր մասնակցությունը կլինի եռակողմ ձևաչափով, բայց հնարավոր է առանձին հանդիպումներ լինեն։ Պարոն Թրամփ, եթե Պուտինը չհամաձայնի Հունգարիայում հանդիպել, ինչ եք անելու։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Իմ կարծիքով նա կհամաձայնի։ Եթե չուզեր պատերազմը վերջացնել, ես նման ձևով չէի խոսի։ Ես երեկ նրա հետ 2.5 ժամ զրուցեցի, մանրամասն քննարկեցինք ամեն ինչ։ Կարծում եմ նա ուզում է վերջ տալ պատերազմին։ Նույն ցանկությունն ունի նախագահ Զելենսկին, հիմա մնում է դա իրագործել։ Պարոն նախագահ, ես Կարակաստանովան եմ Լինդել TV-ից, թեև սովորաբար ես ձեզ եմ հարցեր տալիս, այսօր հարցս ուղղված է նախագահ Զելենսկին։ Խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախագահ Զելենսկի, նախագահ Թրամփը վերջերս կնքեց խաղաղության համաձայնություն Մերձավոր Արևելքում, որով հպարտանում են ամերիկացիները անկախ քաղաքական կողմնորոշումից։ Սակայն այդ համաձայնությանը հասնելու համար երկու կողմերն էլ ստիպված էին զիջումների գնալ։ Մեր նախագահը մեծ ռիսկի է դիմել փորձելով խաղաղության համաձայնություն կնքել նաև ձեր պատերազմի համար։ Ինչ կոնկրետ զիջումների եք պատրաստ գնալ այս պատերազմը Ռուսաստանի հետ ավարտելու համար։ Կթողնեք ՆԱՏՕ-ին անդամակցելու ձեր մտադրությունը։ Ամերիկացիները հոգնել են արտասահմանյան պատերազմներից եւ ինչպես նախագահը նշեց, մեզ մեր տամահավքները պետք են։ Սա իրոք բարդ հարց է բազմաթիվ ենթահարցերով։ Շնորհակալ եմ ձեզ հարցի համար։ Նախ կարծում եմ պետք է նստել եւ խոսել։ Երկրորդ, անհրաժեշտ է հրադադար։ Ինչպես տեսնում եք, անգամ Մերձավոր Արևելքում շատ դժվար է պահպանել հրադադարը։ Ամեն պատերազմի դեպքում դա բարդ է։ Մենք ցանկանում ենք դա, բայց Պուտինը չի ցանկանում, եւ հենց այդ պատճառով է պետք նրա վրա ճնշում գործադրել։ Այսօր մենք նախագահի հետ կքննարկենք, թե ինչպես դա անել։ Մենք հասկանում ենք, թե ինչ է անհրաժեշտ, որպեսզի Պուտինին բերենք բանակցությունների սեղանի շուրջ։ Եվ, ինչպես նախկինում ասել եմ, մենք պատրաստ ենք խոսել ցանկացած ձևաչափով։ Երկկողմ, եռակողմ, դա կարևոր չէ։ Կարևորը խաղաղությունն է։ Մենք չենք խոսում ՆԱՏՕ-ից հրաժարվելու մասին։ ՆԱՏՕ-ն ուկրաինացիների համար շատ կարևոր է, բայց սա նաև մեր դաշնակիցների որոշումն է, որոշելու, թե որտեղ ենք մենք լինելու, եւ մենք միասին ենք շարժվում։ Սակայն ամենակարևորն այն է, որ Ուկրաինայի ժողովուրդը, որը ամեն օր ենթարկվում է հարձակումների, ունենա իրական անվտանգության երաշխիքներ։ ՆԱՏՕ-ն լավագույն տարբերակն է, բայց զենքերն էլ չափազանց կարևոր են։ Մեր դաշնակիցների աջակցությունը նույնպես կարևոր է, եւ մեզ համար շատ կարևոր են երկկողմ անվտանգության երաշխիքները իմ եւ նախագահ Թրամփի միջեւ։ Չեմ կարող ասել մանրամասներով խոսել ենք այդ մասին, թե ոչ, բայց դա ամենակարևոր փաստաթուղթն է, քանի որ Միացյալ Նահանգները շատ հզոր երկիր է։ Պարոն նախագահ, դուք այժմ խաղաղության միջնորդի դերում եք։ Ով է ավելի լավ բանակցում, նախագահ Զելենսկին, թե նախագահ Պուտինը։ Կարծում եմ երկուսն էլ շատ լավ են աշխատում այդ հարցում։ Պետք է պարզապես գործն ավարտին հասցնենք։ Անհրաժեշտ է նվազեցնել միմյանց նկատմամբ ատելությունը։ Նրանք իրար չեն սիրում։ Եվ ես դա ասում եմ հենց նախագահ Զելենսկիի ներկայությամբ, ինչպես կասեի նաև նախագահ Պուտինի ներկայությամբ։ Նրանց միջև լուրջ լարվածություն կա, եւ դա է հիմնականում խանգարում համաձայնության հասնել, բայց կարծում եմ մենք կկարողանանք ավարտին հասցնել գործընթացը, եւ այն պետք է լինի երկարատև, ինչպես ասել եմ Մերձավոր Արևելքի մասին, հավերժական խաղաղություն։ Այնտեղ իրավիճակը շատ ավելի բարդ էր։ 59 երկիր էր ներգրաված, բայց բոլորը համաձայնության եկան, ինչը զարմանալի էր։ Շատերն էին ասում, որ դա անհնար է, բայց դա տեղի ունեցավ։ Այս հարցում եւս ես հավատում եմ, որ խաղաղությունը հնարավոր է։ Երեկ ես շատ լավ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ։ Կարծում եմ նա ուզում է ավարտել այս պատերազմը։ Պարոն Զելենսկի, երբ մենք այս շաբաթ Իսրայելում էինք նախագահ Թրամփի հետ, շատ խոսվեց նրա եւ նախկին նախագահ Ջո Բայդենի միջև դիվանագիտական տարբերությունների մասին։ Ձեր կարծիքով, ո՞րն է նրանց միջև ամենամեծ տարբերությունը։ Նախագահ Թրամփն այժմ ունի մեծ հնարավորություն այս պատերազմը ավարտելու համար։ Նախագահ Բայդենը հիմա նախագահ չէ, հետևաբար չունի նման հնարավորություն։ Նախագահ Թրամփը ցույց է տվել ողջ աշխարհին, որ կարող է կազմակերպել հրադադար Մերձավոր Արևելքում, եւ ես հույս ունեմ, որ նա նույնը կկարողանա անել Ուկրաինայի համար։ Սա մեծ հնարավորություն է եւ ես հավատում եմ, որ նախագահ Թրամփը կկարողանա դա իրագործել։ Մի բան ավելացնեմ, ես կասեի, որ տարբերությունը պարզ է։ Մեկը չափազանց կարող եւ արդյունավետ ղեկավար է, իսկ մյուսը խիստ անպիտան։
Պարոն նախագահ, մի քանի շաբաթ առաջ Նյու Յորքում ձեր հանդիպման ընթացքում դուք նշեցիք, որ կարծում եք, Ուկրաինան ի վերջո կկարողանա վերականգնել այն բոլոր տարածքները, որոնք մինչև այժմ կորցրել է։ Պատերազմը շատ հետաքրքիր բան է։ Երբեք չես կարող կանխատեսել։ Պատերազմում եւ խաղաղության գործընթացներում ոչինչ հաստատ չէ։ Երբեք չգիտես ինչպես կդասավորվի։ Պարոն նախագահ, Ռուսաստանը հայտարարել է, որ Ուկրաինային թամավ քրթիրների մատակարարումը կդիտարկի որպես սրացում։ Դուք որտեղից եք։ Ուկրաինայից։ Սակայն հենց Ռուսաստանն է շարունակում օգտագործել նմանատիպ թևավոր հրթիռներ, ինչպես օրինակ կալիբրը եւ նույնիսկ միջուկային հրթիռակիր բալիստիկներ 2022 թվականից ի վեր։ Այսպիսով, արդյոք Թամահավ կամ նմանատիպ հրթիռների տրամադրումը դիտարկում եք որպես հնարավորություն հավասարեցնելու Ուկրաինայի եւ Ռուսաստանի կարողությունները եւ առաջ մղելու խաղաղության բանակցությունները։ Իհարկե այդ հարցներ ենք քննարկելու, դրա համար էլ մենք այստեղ ենք, շատ արդար հարց է, ինչպես ճիշտ նշեցիք, մենք հենց դրա մասին էլ խոսելու ենք։ Մի հարց ունեմ Հնդկաստանի եւ Հունգարիայի վերաբերյալ։ Հնդկաստանի եւ Հունգարիայի։ Արդյոք ուղերձ եք Հնդկաստանին եւ Հունգարիային, որոնք դեռևս հրաժարվում են դադարեցնել ռուսական նավթի գնման գործարքները։ Հնդկաստանը այլևս ռուսական նավթ չի գնի։ Ինչ վերաբերում է Հունգարիային, նրանք բարդ վիճակում են։ Միայն մեկ նավթատար խողովակաշար ունեն, որը տարիներ շարունակ գոյություն ունի։ Նրանք ծովային ելք չունեն, ամբողջությամբ շրջապատված են ցամաքով, ինչը նրանց համար բարդացնում է նավթի մատակարարումը։ Ես խոսել եմ Հունգարիայի առաջնորդի հետ եւ հասկանում եմ նրանց իրավիճակը բարդ է, սակայն Հնդկաստանի դեպքում իրավիճակը այլ է։ Նրանք փաստացի դադարեցրել են ռուսական նավթի գնումները։ Նախկինում նրանք գնում էին մոտ 38%, բայց այժմ դադարեցրել են։ Տիկին Մելանիա Թրամփը մասնակցում է ռուսական գերությունից առևանգված, ով ներեցեք, Տիկին Մելանիա Թրամփը, այո, մասնակցում է ռուսական գերությունից առևանգված ուկրաինացի երեխաների վերադարձի նախաձեռնությանը։ Ինչպես եք գնահատում նրա ջանքերը, արդյոք դուք եք խնդրել նրան ներգրավել այս գործընթացում։ Ոչ, նա ինքն է ցանկացել դա անել։ Նա շատ խորապես է կապված երեխաների թեմայի հետ եւ անկեղծորեն ցանկանում է օգնել։ Կարծում եմ նա հիանալի աշխատանք է կատարում ուշադրությունը սևեռելով այս խնդրի վրա։ Գիտեք, խոսքը շատ երեխաների մասին է։ Ոմանք ասում են նրանց թիվը մոտ 20,000 է, իսկ ուրիշները մոտ 300։ Թվերը տարբեր են եւ ոչ ոք հստակ չգիտի, բայց նա շատ զգայուն է այս հարցի հանդեպ եւ անընդհատ մտածում այդ երեխաների մասին։ Պարոն նախագահ, եթե համաձայնեք թամահավքները տրամադրել Ուկրաինային, ու եթե Միացյալ Նահանգները որևէ կոնֆլիկտի մեջ հայտնվի եւ մեզ պետք լինի այդ հրթիռները օգտագործել, ինչ կլինի։ Դա խնդիր է։ Մեզ պետք են տամահավքները եւ շատ այլ զինատեսակներ, որոնք վերջին 4 տարիներին մատակարարվել են Ուկրաինային։ Մենք նրանց շատ բան ենք տվել։ Հիմա իրավիճակը փոխվել է։ Մենք ուղարկում ենք Եվրամիությանը, նրանք վճարում են դրա համար եւ ֆինանսներից էլ տկար չեն, բայց խնդիրը միայն փողը չէ։ Մեզ թամահավքներ եւ շատ այլ զենքեր են պետք։ Պատճառներից մեկը, որ ուզում ենք այս պատերազմը ավարտել, հենց սա է։ Մեզ համար հեշտ չէ մեծ քանակի հզոր զենքեր տրամադրել։ Դա մեկն է այն հարցերից, որոնց մասին մենք պետք է խոսենք։ Հուսանք, որ նրանք այդ օգնության կարիքը չեն ունենա։ Հուսով եմ, կարող ենք պատերազմն ավարտին հասցնել առանց թամահավքների մասին մտորելու։ Կարծում եմ մենք դրան բավական մոտ ենք։ Կարող եմ մի բան ավելացնել, խնդրեմ։ Այսօր, իհարկե, ուզում ենք ավարտել պատերազմը, սակայն պատերազմը նաև տեխնոլոգիական բնույթ ունի։ Հնարավոր չէ միայն թամահավքներով գործել։ Եթե ցանկանում ես հարվածել ռազմական նպատակներին, պետք են հազարավոր ԱԹՍ-ներ։ Դրանք համագործակցում են նման հրթիռների հետ։ Ուկրաինան ունի հազարավոր սեփական արտադրության ԱԹՍ-ներ, բայց մեզ մոտ թամահավքների պաշար չկա, այդ պատճառով մեզ դրանք անհրաժեշտ են։ Միացյալ Նահանգներն ուժեղ արդյունաբերություն ունի եւ թամահավքներ ու այլ հզոր հրթիռներ, իսկ մեզ մոտ կան հազարավոր ԱԹՍ-ներ։ Այստեղ կարող ենք համագործակցել եւ միաժամանակ ամրապնդել ամերիկյան արտադրությունը։ Եթե ճիշտ եմ հասկանում, դուք առաջարկում եք ինչ-որ փոխանակման մեխանիզմ։ Եթե նախագահ Թրամփը թույլ տա թամահավքների մատակարարում, դուք որպես փոխհատուցում տրամադրեք ԱԹՍ-ներ։ Այո, խոսքը միայն ռազմական նպատակների մասին է։ Այո, ճիշտ է։ Մենք ունենք փոքր առաջարկ կապված մեր ԱԹՍ-ների հետ։ Նախագահ Թրամփ, ես չեմ ուզում այստեղ զինատեսակների մանրամասներ բերել, բայց արդյոք ձեզ հետաքրքիր է նման նախաձեռնությունը ուկրաինական ԱԹՍ-ներ։
Այո, մեզ հետաքրքրում է։ Մենք հիմա շատ ԱԹՍ-ներ ունենք, արդյունաբերել ենք մեր ԱԹՍ-ները, նաև գնում ենք շատ ուրիշ տեղերից, եւ դրանք արդյունավետ են։ ԱԹՍ-ների պատերազմը վերջին տարիներին շատ զարգացել է, այս հակամարտության պատճառով էլ։ Անշուշտ ոչինչ չի փոխարինի արագ ու հզոր ինքնաթիռներին։ Օրինակ Իսրայելում մենք ոչնչացնում էինք ԱԹՍ-ները շատ արագ ու հզոր ինքնաթիռներով, հետևելով նրանց եւ ոչնչացնելով։ Մենք լավ հասկանում ենք եւ կարեւոր են թե ԱԹՍ-ները, թե մեծ արագությամբ գործող հայտնի ինքնաթիռները, այդ թվում P-52-ները, որոնք դժվար են հայտնաբերվում։ Մենք ունենք բազմաթիվ տարբեր տեսակի զենքեր եւ որպես երկրի ղեկավար ես պարտավոր եմ ապահովել, որ մենք լիովին համալրված լինենք։ Քանի որ ոչ ոք չգիտի, ինչ կպատահի պատերազմում կամ խաղաղության ժամանակ։ Այդ պատճառով մենք կքննարկենք թամավքների հարցը։ Իրականությունն այն է, որ ես շատ ավելի ցանկանում եմ, որ դրանք անհրաժեշտ չլինեն, անկեղծ ասած, ավելի շատ ցանկանում եմ, որ պատերազմը արագ ավարտվի։ Մենք այս պատերազմում ներգրաված չենք շահույթ ունենալու համար, այլ նպատակն է այն ավարտին հասցնել։ Ամեն շաբաթ հազարավոր մարդիկ են զոհվում՝ ռուսներ, ուկրաինացիներ, հիմնականում զինվորներ։ Մեր նպատակը այս իրավիճակի վերջը տեսնելն է։ Եթե արագ դադարեցնել հաջողվի, դա շատ լավ կլինի։ Երեկ հնարավորինս արդյունավետ զրույց ունեցա նախագահ Պուտինի հետ։ Տեսնենք ինչ կստացվի։ Մերձավոր Արևելքի պատերազմը շատ ավելի բարդ էր, այնուամենայնիվ մենք այն լուծեցինք, եւ այստեղ նույնպես հնարավորություն կա։ Կարծում եմ ինչպես նախագահ Զելենսկին, այնպես էլ նախագահ Պուտինը ցանկանում են դրա ավարտը։ Այժմ պարզապես անհրաժեշտ է, որ նրանք մի փոքր ավելի հաշտվեն իրար հետ։ Ինչ վերաբերում է Չինաստանի հետ առևտրային բանակցություններին, մենք լավ ենք առաջ գնում, եւ այս հարցով կխոսի նաեւ Սքոթը։ Հարավային Կորեայում հանդիպում կլինի Չինաստանի առաջնորդի հետ։ Ես լավ հարաբերություններ ունեմ նախագահ Սի Ցինպինի հետ եւ կհանդիպենք, կքննարկենք, տեսնենք ինչ արդյունքներ կունենանք։ Տարիներ շարունակ մենք Չինաստանից շատ էինք կորցնում, տարեկան հարյուրավոր միլիարդներ, եւ այդ process-ը օգնեց Չինաստանի ռազմական ու տնտեսական հզորացմանը։ Երբ ես ստանձնեցի պաշտոնը, խիստ մաքսատուրքեր սահմանեցի եւ իմ առաջին ժամկետում ստացանք 100 միլիարդների եկամուտ։ Բայդենի օրոք այն բացառություններ ստացավ եւ մասամբ կորցրեց ազդեցությունը։ Հիմա մենք վերադարձել ենք եւ մաքսատուրքերի շնորհիվ ավելի ուժեղ դիրք ունենք։ Չինաստանը ուզում է բանակցել եւ մենք նույնպես պատրաստ ենք։ Հանդիպումը Հարավային Կորեայում կկայանա մոտ ապագայում։ Այո, պարոն նախագահ։ Այս ամբողջ հարաբերությունները հիմնված է երկու ղեկավարների փոխադարձ հարգանքի վրա։ Վերջին շաբաթվա ընթացքում Չինաստանը կատարեց առանց պատճառի սրացում եւ սկզբում մեզ դժվար էր նրանց հետ կապ հաստատել։ Հիմա ԱՄՀ-ի Համաշխարհային բանկի աշխատակազմի ներկայացուցիչները այստեղ են քննարկումների համար։ Ես այսօր երեկոյան կզրուցեմ իմ պաշտոնակցի հետ եւ ապա մեր պատվիրակությունները կհանդիպեն Մալազիայում երկու նախագահների հանդիպման նախապատրաստման նպատակով։ Ես կարծում եմ, որ իրավիճակը զգալիորեն հանգստացել է։ Հույս ունենք, որ Չինաստանը նույն հարգանքը կցուցաբերի, ինչ մենք ենք ցուցաբերում իրենց, եւ վստահ եմ, որ նախագահ Թրամփը իր հարաբերությունների շնորհիվ նախագահ Սիի հետ կկարողանա ամեն ինչ վերադարձնել ճիշտ խունի։ Այդ հանդիպման նպատակը Չինաստանի հետ նոր առևտրային համաձայնագրի կնքումն է։ Մենք շատ ուժեղ դիրքում ենք, ինչպես գիտեք, նոյեմբերի 1-ից ես կարող եմ ներդնել լրացուցիչ 100% մաքսատուր գործողի վրա, ինչը ընդհանուր առմամբ կկազմի մոտ 157%։ Չինաստանը իհարկե դա չի ցանկանում եւ պատրաստ է բանակցել։ Մենք էլ ենք բանակցում եւ կարծում եմ կհասնենք համաձայնության, որը շահավետ կլինի երկու կողմի համար էլ։ Սակայն պետք է հասկանալ, տասնամյակներով Միացյալ Նահանգները Չինաստանից ոչինչ չի ստացել։ Դա միակողմանի հարաբերություն էր։ Նրանք հարստացան Միացյալ Նահանգների հաշվին, իսկ նախորդ նախագահները մեղմ ասած չեն հասկացել ինչ է իրականում կատարվում։ Ես դա հասկացել եի, երբ դեռևս քաղաքականության մեջ չէի եւ դրանից էլ շատ առաջ։ Ես ուղղակի ապշանքով էի դիտում, թե որքան անխելք էր մեր երկիրն այդ առումով։ Բայց հիմա մենք այլևս այդպիսին չենք։ Նույնն էլ վերաբերում է Եվրամիությանը, Ճապոնիային, Հարավային Կորեային, մենք ընդհանրապես արդար հարաբերություններ ենք ցանկանում։ Իսկ արդարությունը նշանակում է հարյուրավոր միլիարդներ, նույնիսկ տրիլիոնավոր դոլարներ են գալիս Միացյալ Նահանգներ։ Մեր ազգային անվտանգությունը հենց մաքսատուրքերի շնորհիվ է ամրապնդված։ Եթե դրանք չլինեն, մենք ազգային անվտանգություն չէինք ունենա։ Կդիմեք Չինաստանի օգնությանը Ուկրաինայի պատերազմը ավարտին հասցնելու հարցում։ Այդ թեման նույնպես կքննարկենք, սակայն ես կուզենայի, որ այդ պատերազմն ավարտվեր դրանից առաջ։
Կարծում եմ դա հնարավոր է, եթե երկու կողմերն էլ որոշ ճկունություն ցուցաբերեն։ Եվ եւս մեկ կարևոր բան. Միացյալ Նահանգներն այս պատերազմում կորուստներ չունի։ Մենք չենք կորցնում մարդկանց, չենք ծախսում գումար։ Այն զենքերն ու զինամթերքը, որոնք մատակարարում ենք Եվրամիությանը եւ ՆԱՏՕ-ին, ամբողջությամբ վճարվում են։ Մեր նպատակը հազարավոր կյանքեր փրկելն է, ամեն շաբաթ, ամեն օր, եւ կարծում եմ մենք իսկապես հնարավորություն ունենք այս պատերազմը ավարտին հասցնելու։ Դուք եւ ձեր կառավարությունը անկեղծ ասած հրաշալի աշխատանք եք կատարել։ Կարծում եմ շատերը կհամաձայնեն դրա հետ։ Ասում եմ դա որպես մարդ, որը կորցրել է իր հորը պատերազմում։ Ես շատ լավ հասկանում եմ պատերազմի մարդկային գինը։ Ինչ խորհուրդ կտայիք ամերիկյան եւ համաշխարհային առաջնորդներին կամ թեկուզ հեռուստահաղորդավարներին, ովքեր հաճախ պատերազմի մասին խոսում են միայն ռազմավարական կամ քաղաքական տերմիններով, մոռանալով մարդկային կորուստների մասին։ Իմ միակ ասելիքն այն է, որ պետք է միավորվել։ Սա շատ փոքր խմբի որոշում է 3 նախագահների մակարդակով, 3 նախագահ եւ ես էլ որպես միջնորդ։ Ես միջնորդ եմ այս գործընթացում, դա հեշտ չէ։ Թվում է, թե պետք է լիներ հեշտ, բայց ամեն ինչ շատ ավելի հեշտ է, երբ մարդիկ հասկանում են միմյանց, հանդիպում են եւ գոնե մի քիչ համակրանք ունեն միմյանց հանդեպ։ Այս պահին այդպիսի հարաբերություններ չկա, բայց գուցե փոխվի։ Մինչև այդ մենք կպահպանենք որոշակի հեռավորություն եւ կտեսնենք, հնարավոր է լուծել հարցը։ Սա կլինի 9-րդ հակամարտությունը, որը ես կլուծեմ։ Արդեն 8-ն ավարտել ենք, այդ թվում Մերձավոր Արևելքը։ Կարծում եմ սա դրանցից ամենահեշտը կլինի։ Նախագահ Պուտինը երեկ հիշատակեց Հայաստանը եւ այլ հակամարտություններ, ասելով, որ զարմացած է, թե ինչպես կարողացանք Մերձավոր Արևելքը կարգավորել։ Նա անկեղծորեն նշեց, որ բացառիկ արդյունք էր։ Այս պատերազմը նույնպես կարելի է ավարտել, եւ ես վստահ եմ, մենք կկարողանանք։ Այս դեպքում դուք կհիշվեք որպես խաղարարար առաջնորդ։ Գուցե մենք արդեն 8 պատերազմ ենք ավարտել։ Զվարճալի է, չէ՞, ամեն անգամ, երբ մեկը լուծում ես, մարդիկ մոռանում են նախորդը։ Ես կանգնեցրել եմ պատերազմներ Ռուանդայում, Կոնգոյում, Հնդկաստանում, Պակիստանում, Թայլանդում եւ այլուր։ Ամեն անգամ ասում էին, եթե հաջորդն էլ ավարտես Նոբելյան մրցանակ կստանաս, բայց ես երբեք չեմ ստացել այն։ Այն տվեցին մեկին, որ անկեղծ ասած շատ հարգարժան կին է, բայց ես նրան չեմ ճանաչում։ Դրան մեծ նշանակություն չեմ էլ տալիս։ Ինձ համար կարևորն այն է, որ մարդիկ չզոհվեն։ Սա կլինի 9-րդ պատերազմը, որը կավարտեմ, եւ որքան գիտեմ, ոչ մի ԱՄՆ նախագահ երբեք չի ավարտել գոնե մեկ պատերազմ։ Շատերը պատերազմներ են սկսել, Բուշը օրինակ, բայց ոչ մեկը դրանք չի ավարտել։ Իսկ ես գրեթե բոլոր դեպքերում կանգնեցրել եմ պատերազմներ, որոնք ԱՄՆ-ին ուղղակիորեն չէին առնչվում։ Փրկել եմ տասնյակ միլիոնավոր կյանքեր։ Պակիստանի վարչապետն ասաց, որ ես միջամտելով Պակիստանի հարցում փրկել եմ միլիոնավոր կյանք։ Եվ եթե նայեք Պակիստանին եւ Հնդկաստանին, դա կարող էր վատ ավարտ ունենալ։ Երկու միջուկային պետություններ, այնպես չէ։ Թեև ես հասկանում եմ, որ Պակիստանը հարձակվել է հիմա կամ Աֆղանստանում հարձակում է ընթանում, դա ինձ համար հեշտ խնդիր է, եթե ստիպված լինեմ այն լուծել։ Ես սիրում եմ պատերազմների խնդիրները լուծել։ Գիտեք ինչու։ Ես սիրում եմ կանգնեցնել մարդկային սպանությունները։ Եվ ես փրկել եմ միլիոնավոր կյանքեր։ Վստահ եմ, որ այս պատերազմում էլ հաջողություն կունենանք։ Նախագահ Զելենսկի, սա ձեր երրորդ այցն է այստեղ։ Այստեղ եմ, այստեղ։ Իդեպ դուք այդ պիջակով շատ լավ տեսք ունեք։ Շնորհակալություն, պարոն, շնորհակալություն նաև հյուրընկալության համար։ Սա ձեր երրորդ այցն է։ Առաջին երկու անգամների համեմատ ինչքանով է այս մեկը տարբեր, երբ դուք նստում եք Սպիտակ տանը եւ որքանով եք վստահ հաշվի առնելով նախկին պատերազմների լուծման հաջողությունները, որ նա կկարողանա լուծել նաև այս պատերազմի հարցը։ First of all about suit. The same suit because the same president. It's very simple. Նախ կոստյումը մոտավորապես նույնն է, որովհետև նախագահն էլ է նույնը։ Դա շատ պարզ է։
Հաջորդ նախագահը կունենա այլ կոստյում։ Իսկ մեր հարաբերությունների մասին պարոն Թրամփի հետ մենք կարծում եմ ունենք կարևոր երկխոսություններ եւ կարծում եմ սկսում ենք միմյանց ավելի լավ հասկանալ։ Գիտեմ, որ նախագահը շատ լավ տեղեկացված է ռազմաճակատի իրավիճակից եւ շատ բան գիտի, թե ինչ է կատարվում Ուկրաինայի ռազմաճակատում, եւ դա մեծ օգուտ է տալիս, երբ շատ մանրամասներ գիտես մեկ կամ մյուս պատերազմի մասին։ Դա շատ է օգնում, բայց մենք մինչեւ այժմ պատերազմում ենք։ Արդյոք կարծում եք, որ կարող եք մերձավոր արևելքի գործարքի տրամադրության շարժը փոխանցել այս գործարքին, եթե այո, ապա ինչպես դա կփոխի իրավիճակը։ Այո, կարծում եմ, մենք մեծ ուժ ենք ձեռք բերել եւ շատ հավատարմություն։ Մերձավոր արևելքը կարգավորելը շատ կարևոր էր։ Ոչ ոք չէր կարծում, որ դա կարելի անել, բայց մենք դա արեցինք։ Այդ ամենի մի մասը կապված էր այն հզոր հարվածների հետ, որ մենք հասցրեցինք Իրանի միջուկային ծրագրին։ Դա անհավատալի ռազմական միջոցառում էր, բիթուր ռմբակոծիչներ եւ շատ այլ ինքնաթիռներ ներգրաված էին, եւ ոչ ոք չէր սպասում, որ դա տեղի կունենա։ Եվ կարևորն այն էր, որ այնտեղ ներգրաված էին 59 երկիր, շատ բազմազան, արաբական, մուսուլմանական, հրեական, քրիստոնեական, շատ երկրներ էին մասնակցում, եւ մենք դա արագ կազմակերպեցինք, երբ ճիշտ ձևով նախապատրաստեցինք բանակցությունները։ Կարծում եմ այստեղ էլ անհրաժեշտ նախապայմանները ճիշտ են մշակված։ Եվ մեծ պատիվ կլինի այն ավարտին հասցնելը։ Ուկրաինացի ժողովուրդը ուժեղ է, ռուս ժողովուրդն էլ ուժեղ է, եւ ինչպես հասկանում եք, նրանք շատ ընդհանուր բաներ ունեն։ Դա նույնպես կօգնի, ուստի մեծ պատիվ կլինի դա իրականացնելը։ Վենեսուելայի վերջին նավային հարվածից ողջ մնացած մարդիկ կան։ Ինչպես է նրանց վիճակը, ինչ է կատարվելու նրանց հետ։ Այս հարցը հնարավոր է թողնեմ Մարկոյի քննարկմանը։ Հայտնի է, որ Միացյալ Նահանգները իրականացնում է գործողություններ նարկոտերորիստների դեմ։ Վերջին հարվածների մանրամասները մենք այս պահին պատրաստ չենք բացահայտելու, բայց այդ տեղեկատվությունը շուտով կհրապարակվի։ Բայց ինչպես են նրանք ողջ մնացել, եթե գործողությունները կոչված էին մահացու լինել։ Այո, այս գործողություններն ուղղված էին նարկոտերորիստների դեմ։ Այս մարդիկ գործողության նպատակով թիրախավորված են եղել, նրանք ահաբեկիչներ են, իսկ ինչ վերաբերում է վերջին կատարված գործողությունների մանրամասներին, երբ մենք պատրաստ կլինենք դրանք հրապարակել, դա կանենք։ Մենք հարձակվել ենք Սուզանավի վրա։ Այո, մենք հարձակվել ենք Սուզանավի վրա, որը կառուցվել էր մեծ քանակությամբ թմրանյութեր տեղափոխելու համար։ Այդ մարդիկ հաճախ են ունենում Սուզանավեր, պարզ էր, որ անմեղ չէին։ Ոչ, դա հարձակում էր ուղիղ թմրանյութերով լցված Սուզանավի վրա։ Պարոն Զելենսկին երեկ ասաց, որ թամավկների սպառնալիքը Պուտինին ստիպում է գալ բանակցությունների սեղանի մոտ։ Ինչն է նրան այդ սեղանին բերում ձեր կարծիքով։ Կարծում եմ նա ցանկանում է համաձայնություն ձեռք բերել, դա է ամբողջ պատկերը, իսկ թե կոնկրետ ինչն է նրան դրդում, չեմ կարող հստակ ասել։ Սպառնալիքը իհարկե ունի ազդեցություն, սակայն սպառնալիքը միշտ էլ կա։ Տամավկերը շատ ուժեղ եւ վտանգավոր զենքեր են։ Եթե խոսում ենք ռազմական կարողությունների մասին, դրանք բացառիկ ճշգրիտ են։ Գիտեք, Իրանի վրա բիթուների հարվածից հետո մենք Սուզանավից արձակեցինք որպես լրացում մոտ 30 տամավկ։ Ոչ ոք չէր սպասում։ Տամավկերը հզոր եւ վտանգավոր են։ Դրանք կարող են հանգեցնել էսկալացիայի եւ շատ բացասական հետևանքների, բայց միևնույն ժամանակ մենք չենք ցանկանում բաց թողնել այնպիսի զենքեր, որոնք անհրաժեշտ են նաեւ մեր երկրի պաշտպանությանը։ Մենք այսօր ունենք ուժեղ պետություն, ուժեղ բանակ եւ աշխարհում լավագույն զինատեսակները, եւ ին նպատակն է, որ այս պատերազմը վերջանա։ Պարոն նախագահ, առաջարկ կա Պուտինի կողմից թունել կառուցել Ռուսաստանի եւ Ալյասկայի միջև։ Ձեզ հետաքրքրում է այդ ծրագիրը։ Ես երբեք այդ մասին չեմ լսել մինչև հիմա։ Թունելի գաղափարը Ռուսաստանի եւ Ալյասկայի միջև, դա հետաքրքիր է, պետք է մտածել դրա մասին։ Ալյասկայում նոր եւ լավ ճանապարհ են կառուցում, որը մեզ կապելու է բազմաթիվ հանքավայրերի հետ եւ մենք ունենանք դրա մի մասը որպես սեփականության լավ բաժին, որովհետեւ մենք դա հնարավոր ենք դարձրել։ Այս մասին երեք էլ խոսք գնաց։ Թունել Ռուսաստանից Ալյասկա, դա հետաքրքիր է։ Իսկ դուք ինչ կարծիքի եք այս մասին, պարոն նախագահ, ունեք գաղափարներ։ Ինչպես եք վերաբերում այս գաղափարին։ Ես ողջևորված չեմ այս գաղափարից։ Չէի կարծում, որ ձեզ դուր կգար, նրան դուր չի գալիս այդ գաղափարը։
Ունենք մի սենատոր, հիշում եք հավայիներից։ Նա ուզում էր թունել մայրցամաքից դեպի հավայիներ, հետո ասաց չի ստացվի, դրա փոխարեն երկաթուղի կառուցենք դեպի հավայիներ։ Հիշում եք։ Նա ներկայիս սենատոր է դեմոկրատ։ Նա ցանկանում է երկաթուղի դեպի հավայիներ, չէ՞։ Դուք գիտեք թե ով է նա։ Հանդիպման մասին Պուտինի հետ։ Արդյոք չեք մտահոգվում, որ Ռուսաստանի նախագահը փորձ է անում ժամանակ շահել։ Այո, մտահոգ եմ, բայց գիտեք, ողջ կյանքում ինձ հետ խաղացել են լավագույնները, եւ ես շատ լավ եմ դուրս եկել այդ ամենից։ Հետևաբար դա հնարավոր է։ Մի փոքր ժամանակ կարող են շահել, դա նորմալ է, բայց կարծում եմ ես բավական լավ եմ այդ հարցերում։ Կարծում եմ, նա ցանկանում է համաձայնություն ձեռք բերել։ Ես արդեն 8 համաձայնություն եմ կարողացել կյանքի կոչել, կարծում եմ 9-րդն էլ կանեմ։ Նա ցանկանում է համաձայնության գալ։ Ըստ իրավիճակի, ինչ կարծիք եք։ Շատ հստակ ասած, կարծում եմ նա պետք է հաղթեր պատերազմը 1 շաբաթում։ Այո, ես այդպես եմ մտածում։ Եվ եթե մենք չտենք հակատանկային հրթիռները, ինչպես գիտեք, դրանք ջավելին են կոչվում, նրանք շատ արագ կլինեին Կիևում, նրանք շարժվում էին Կիևի կողմը։ Պատերազմում, գիտեք, նաև մեծ դեր ունի բախտը։ Շատերն են ասում, որ եղանակը կարող է որոշել պատերազմի ելքը։ Սառնությունը, շոկը, բոլոր անսպասելի հանգամանքները մեծ ազդեցություն են ունենում։ Դա շատ հետաքրքիր պահ էր, երբ տանկերը սկսեցին առաջ շարժվել եւ ինչ-որ հանճարեղ գեներալ որոշեց մայրուղու փոխարեն անցնել ցեխոտ տարածքով։ Այդ որոշմամբ նրանք որոշ չափով բախտ ունեցան, բայց գիտեք որտեղ նրանք իսկապես բախտ ունեցան։ Ես եմ նրանց տվել ջավելին հակատանկային հրթիռները։ Դրանք Բարակ Հուսեյն Օբաման չի տվել։ Օբաման, ինչպես ասում էին, նրանց տվել էր անպիտան բաներ, դատարկ խոստումներ, իսկ ես տվեցի իրական զենք։ Կա հայտնի արտահայտություն, Օբաման տվեց անօգուտ բաներ, ես տվեցի ջավելիներ։ Ջավելիները կորցարար զենքեր են, եւ դրանք Օբաման չէր տրամադրել, դրանք ես էի տվել։ Դուք ստացաք դրանցից հարյուրավորներ, դրանք ահռելի ուժ ունեն։ Մենք շատ կործանարար զինատեսակներ ունենք, թեև ես կցանկանայի երբեք չօգտագործել դրանք, բայց դա կարևոր պահ էր, երբ տանկերը խրվեցին ցեխի մեջ, դա իսկական շրջադարձ էր պատերազմի ընթացքում։ Կարող եք դա կոչել բախտ կամ ռազմավարություն, բայց անկեղծ ասած դա վճռորոշ պահ էր։ Պարոն նախագահ, կարծում եք դեմոկրատները ձեզ կվերագրեն այս հաջողությունը, եթե վերջապես ավարտեք նաև այս պատերազմը, ինչպես նրանք վարվեցին Մերձավոր Արևելքի դեպքում։ Չեմ կարծում, այս պայն դեմոկրատներն անկեղծ ասած հոգեբանորեն խորը վնասված են։ Նրանք ցանկանում են վերցնել $1.5 տրիլիոն եւ բաժանել այն մարդկանց, ովքեր ապօրինի ներթափանցել են մեր երկիր, բանտերից, հոգեբուժարաններից, հանցախմբերից։ Մեր քաղաքացիների հաշվին նրանք ցանկանում են նրանց ապահովագրել առողջապահությամբ։ Մենք դա չենք թույլատրի։ Նրանք ուզում են ոչնչացնել մեր առողջապահական համակարգը, բայց մենք դա թույլ չենք տա։ Պարոն նախագահ, արդյոք դուք եք թույլատրել ԿՀՎ գործողությունները Վենեսուելայում։ Ես դա այդպես չէի ձևակերպի, բայց աշխարհում այժմ տեղի են ունենում շատ հետաքրքիր իրադարձություններ եւ դրա մասին շուտով բոլորը կիմանան։ Պարոն նախագահ, հաղորդվել է, որ Նիկոլաս Մադուրոն առաջարկել է երկրի բոլոր բնական հարստությունները, նավթը, գազը, հանքերը, նա նույնիսկ վերջերս անգլերենով ուղերձ է ձայնագրել ձեզ միջնորդություն առաջարկելով։ He's offered everything. You're right. You know why? Because he doesn't want to fuck around with the United States. Նա իսկապես ամեն ինչ առաջարկել է։ Գիտեք ինչու? Որովհետև նա չի ուզում հակադրվել Միացյալ Նահանգներին։ Շնորհակալություն բոլորին։